Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց։ Նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի, իսկ տարեց կինը մնալով բռնարարի ճանկերում շարունակել է ենթարկվել դաժան վերաբերմունքի։ Սահմռկեցուցիչ կադրեր, որտեղ երևում են կնոջ մարմնի վրա առկա վնասվածքները։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահը, չունենալով որևէ մեկին աշխատանքի ընդունելու իրավունք, իր մոտ աշխատանքի է ընդունել ամուսինների եւ տևական ժամանակ ստիպել աշխատել իր համար, չվճարելով աշխատավարձ։ Դրանից բացի ամուսինների նկատմամբ գործադրել է նաեւ բռնություն։ Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարել է ընդամենը 5000 դրամ։ Նշել քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալներով եւ ապացույցներով պարզվել է, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի աշխատակիցը 40-ամյա Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքագրել է Արարատի մարզի հայանիստ բնակավայրի 2 բնակիչների, որոնց տեղափոխել է իմ կողմից նախանշած մարզում տեղակայված անասնաֆերմաներից մեկում եւ այնտեղ ըստ էության ձեռք բերված ապացույցներով պարզված հանգամանքներով ենթարկել է շահագործման։ Սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը տղամարդը դիմել է փախուստի, իսկ անասնապահը շարունակել է անօգնական վիճակում գտնվող կնոջը թրաֆիքինգի ենթարկել։ Շահագործումը եղել է 2023 թվականի ապրիլ ամսից սկսած շուրջ 4 ամիս։ Իմ կողմից նշված ժամանակահատվածում դժողներից ամուսնու հետ աշխատավարձի պայմանավորվածություն եղել է 80-ից 100,000 դրամ, իսկ տիկնոջ հետ 30-ից 35,000 դրամ, նրանց բաշխելով համապատասխան աշխատանքները, մասնավորապես ամուսնուն բաշխվել է անասնապահության, խոթունձի եւ նմանատիպ այլ աշխատանքներ, իսկ տիկնոջ համար անասնագոմը մաքրելու, կաթի տարաները լվալու, կաթ տեղափոխելու եւ այս աշխատանքների դիմաց ըստ էության ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ամուսինները ընդամենը ստացել են 5000 դրամ, այն էլ աշխատավարձից հանելու պայմանով։ Դա շուրջ 4 ամիսների ընթացքում։ Բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահը կնոջը պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով, ինչը ապացուցվել է նշանակված մի շարք փորձաքննություններով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես վարույթով 40-ամյա արդեն իսկ մեղադրյալի, ում մեղսագրված է եղել 2 դրվագ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ենթադրյալ անձնավոր արարքի կատարում, նրա միջնորդության եւ մի շարք հարցումների արդյունքում համապատասխան բժշկական կենտրոններ ի հայտ են եկել որոշակի տվյալներ քրեական վարույթով ներգրավված դժողների հոգեկան առողջության հետ կապված եւ այս հանգամանքներով պայմանավորված վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ 2 դժողների մասով։ Փորձագետի եզրակացությունների համաձայն դժողներից կինը 58-ամյա կինը ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ ըստ էության հիմք ընդունելով նաեւ այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք է բերել որոշակի տվյալներ, որոնք վերաբերվում են անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վերաբերյալ նշված դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որը կայացված որոշմամբ միացվել է թիվ 200-020-23 քրեական վարույթին։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ թրաֆիքինգի ենթարկված տղամարդն ու անասնապահը միասին պատիժ են կրել նույն քրեակատարողական հիմնարկում։ Բանտից դուրս գալուց հետո անասնապահը աշխատանք է առաջարկել սկզբում տղամարդուն, հետագայում նաեւ վերջինիս կնոջը։ Պարզվել է նաեւ, որ անասնապահը բուտ գործիքների գործադրմամբ բռնություն է գործադրել տղամարդու նկատմամբ
նկատմամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի արդյունքում էլ վերջինս դիմել է փախուստի։ Անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին մեղադրյալի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ներառելով մարդու թրաֆիկինգը, մասնավորապես Հայաստանյան քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի առաջին մասը, տուժողներից ամուսնու վերաբերյալ եւ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիկինգը, մասնավորապես Հայաստանյան քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մեղադրյալի կողմից ամուսիններին շահագործման ենթարկելը նաև դրսևորվել է բռնության գործադրման, ինչպես նաև այդպիսի սպառնալիքներով։ Հարկ եմ համարում նաև անդրադառնալ բռնության գործադրման հանգամանքներին, քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է տուժողներից տիկնոջ, մասնավորապես մարմնին առկա վնասվածքների վերաբերյալ հստակ փաստարկված տվյալները դատաբժշկական փորձաքննության արդյունքում տրամադրված, որի համաձայն տուժող տիկինը Կոտայքի մարզի իմ կողմից նախանշած անասնաֆերմաներից մեկից իր նկատմամբ բռնության գործադրման ստորացուցիչ եւ նվաստացնող վերաբերմունքի պայմաններում դիմել է փախուստի եւ փախուստի դիմելու բանին արդեն իսկ նրան ունեցել է մարմնական վնասվածքներ եւ ըստ փորձագետի նշված մարմնական վնասվածքները բազմաթիվ մարմնական վնասվածքները թեև առողջության համար թեթե վնասի հատկանիշներ չեն պարունակում, սակայն օբյեկտիվ իրականության մեջ դրանք եղել են բազմաթիվ եւ ամբողջ ներառելով ամբողջ մարմինը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն դատարան ուղարկելու միջնորդությամբ հայտարարվել է նախաքննության ավարտ։